Մեծարգո պարոն նախագահ, հարգելի պատվիրակներ, սիրելի հայրենակիցներ։ Արդեն 4 տարին է ինչ հանրապետական եմ եւ գաղտնիք չունեմ իմ կուսակցությունից։ Հանրապետականի իշխանության եղած տարիներին երբեք չեմ հանդիսացել հանրապետական կուսակցության անդամ, ավելին եղել եմ քաղաքացիական բնույթի ակտիվիստ, որ մշտապես քննադատել է այդ տարիների իշխանությանը։ Եվ հարց կարող է առաջանալ. ինչու եմ այսօր հանրապետական։ Հանրապետական եմ, որովհետև տարբերում եմ առաջնային երկրորդայինից, որովհետև կան արժեքներ եւ մարդկային հարաբերություններ, որոնք որ անցնում են ժամանակի փորձամբ եւ վերահաստատում են իրենց գերակա լինելը, իմ եւ վստահ եմ շատ-շատերի կյանքում։ Այսօրվա ելույթս գուցե նաեւ մասնակի հաշվետվություն է եւ ոչ միայն մեր մարզային կառույցների, այլ կարծում եմ նաեւ նմանատիպ իրավիճակ է հանրապետության կուսակցական այլ կառույցներում։ Մեր առաջ խնդիր ենք դրել չկրկնել նախորդող սխալները եւ շեշտադրում կատարել նվիրվածության եւ ոչ թե պարզապես անդամների քանակի վրա։ Հանրապետականներից մասին իրականության մեջ գոյություն ունեն իրարամեջ տարբեր միֆեր, որոնք խանգարում են մեր հասարակությանը տեսնել իրականությունը։ Իհարկե կան սխալներ եւ թերացումներ, սակայն քաղաքական կարճատեսություն է հաշվի չնստել հանրապետական կուսակցության ներուժի հետ եւ չգնահատել նրա տարիների կուտակած գիտելիքն ու փորձը, ինչն իրականում մեր պետականության հարստությունն է։ Հայաստանին անհրաժեշտ են մեծ ռեֆորմներ, ապագայի տեսլական, որպեսզի մեր հայրենակիցները եւ հատկապես երիտասարդությունը չցանկանա արտագաղթել իր հայրենիքից։ Այլ հակառակը, ամուր կարճի հայերենի հողից եւ փորձի լուման ներդնել հայրենիքի վերակառուցման գործում։ Եվ այդ փոփոխությունները մեկ իմ կարծիքով թող անամեջ չնչի, պիտի սկսենք մեր մեջից։ Կուսակցության մեջ այսօր փորձառու այրերի կողքին կայացել է միջին տարիքի մի սերունդ, որն արդեն ունի տարիների կուտակած փորձ, գիտելիք եւ բավարար չափի էներգիա, որպեսզի իրականացնի այդ փոփոխությունները հանուն հանրապետության։ Կուսակցությունն ինքն իր վերաբրենդավորմամբ նոր ասելիքով եւ կերպարով պիտի հանդես գա։ Հանրությունը շոշափելի մակարդակում պիտի տեսնի ընկալի հին փորձը եւ գիտելիքը նորի եւ ժամանակին հարիր մոտեցումներով։ Վերջի վերջո պահպանողականությունը ոչ թե փոփոխությունների մերժումն է, այլ փոփոխությունների կառավարումը, ոչ թե հախուռն փոփոխություններ են, այլ նպատակաուղղված փոփոխությունների ռազմավարություն։ Պետք չէ սպասել, մինչ մեր շրջապատող իրականությունը փոփոխի մեզ։ Մենք ինքներս պետք է դառնանք այդ իրականության փոփոխության առաջամարտիկները։ Փոխելով նախ եւ առաջ ինքներս մեզ, մեր գործելավոճը, մեր խոսույթը, մեր շփումների մշակույթը, ինչպես կուսակցության ներսում, իդեպ սա էլ է կարևոր, ամրապնդելով հորիզոնական կապերը, այնպես էլ հասարակության հետ։ Եվ վերջում, ցանկացած իշխանություն գործում է սխալներ, անուղեղ իշխանությունը գործում է անդառնալի սխալներ, իսկ միաժամանակ այդ անուղեղ իշխանությունը նաև անխիղճ իշխանություն է, ապա այն դառնում է չարիք այն ժողովրդի համար, որին կառավարում է։ Շնորհակալություն։